միշտ չի, որ կարողանում ենք ամբողջապես իրացնել եւ պետական հարկերից մասհանումների ուղումը համայնքներին որպես ֆիսկալ գործիք, ոչ միայն որպես ֆիսկալ գործիք, բայց հատկապես որպես ֆիսկալ գործիք, պետք է դիտարկել ոչ թե որպես հայեցողական քայլ, այլ որպես հանրային կառավարման համակարգի վերակազմավորման հիմնաքար։ Ես չեմ խանգարում ձեզ ժողովուրդ ամենայն հարգանքով։ Շնորհակալ եմ։ Եվ կարծում եմ, որ սա այն քննարկումն է, որի կարիքը մեր երկիրը ունի եւ ազգային ժողովը, ես վստահ եմ, եւ կարելի է առաջարկել նաեւ ձեզ, պարոն Ղալումյան, որ ձեր հանձնաժողովի շրջանակում սկսենք քննարկումները, մի հատ լսենք իրար, որովհետեւ այդտեղ կարծում եմ նույնիսկ տես փաստարկների դաշտում շատ բան հակառակ կողմից ասելիք չկա։ Ես կարծում եմ պետք է ուղղակի լուծումների ճիշտ ժամանակացույցը գտնել, որպեսզի կարողանանք նաև տրամաբանական լուծումներին գալ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ նույնպես, խնդրեմ Տիկին Վարդանյան։ Ես ուղղակի ուզում եմ մեկնաբանել պարոն Ավինյանի վերջին ասած համայնքների ֆինանսավորման մասով, ինքս մասնակցել եմ Սալար ընկերության շնորհանդեսին, որտեղ ներկայացված էր համայնքների ֆինանսավորման խնդիրները Հայաստանում, չնայած որոշ ցուցանիշների հետ, այսինքն խնդիր կար եւ ամբողջությամբ գուցե պատկերը ներկայացված չէր, բայց լիովին համամիտ եմ, որ համայնքների զարգացման ուղղությամբ մեր աշխատանքները չեն հասնի մեծ արդյունքի, եթե ֆինանսավորման հարցը մենք չդնենք քննարկման եւ ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Սալար ընկերության հետ պայմանավորվել ենք, որ այդ իրենց պրեզենտացիան նաեւ ազգային ժողով գուցե ներկայացնեն համատեղ տարածքային կառավարման հանձնաժողովի հետ միասին եւ բոլոր պատգամավորները ներկա գտնվեն եւ ծանոթանան խնդիրներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, այս հարցի շուրջ ես ուզում եմ ներկայացնել իմ դիտարկումները, իհարկե քաղաքապետարանի մեր գործընկերների եւ ընդհանրապես թիմի մեր գործընկերների հետ մշտական քննարկումների մեջ ենք համայնքներին սեփական եկամուտները բավարարելու առումով, սեփական եկամուտներ գեներացնելու առումով օրենսդրական փոփոխություններ ներկայացնել եւ ընդունել։ Ես նույնպես համոզված եմ, որ համայնքները սեփական եկամուտներ ունենալու աղբյուրներ պետք է տանք, բայց եւ ուզում եմ զուգահեռաբար նշել, որ այդ աղբյուրները ավելի շուտ տալու դեպքում համայնքները սեփական եկամուտները գոյություն ունեցող հոդվածներով բավարարելու քիչ հնարավորություններ կունենան, ինչի վկայությունը ձեր նշածն է, որ 3 անգամ սեփական եկամուտներն ավելացրել եք։ Այդ քննարկումները բացեն, կարծում եմ ավելի ինտենսիվացնելու խնդիր ունենք, որին ձեռնամուխ կլինենք։ Այժմ հարցեր պարոն Ավինյանին, խնդրեմ պարոն Բագրատյան։ Շնորհակալություն, պարոն Ավինյան, ծվերը ձեր որ ներկայացրեցիք, երկրորդը փաստորեն սուբվենցիոն ծրագրերը 1.3 միլիարդի դուք ներկայացրեցիք, որը իմ համար իհարկե զարմանալի է, որովհետև շատ փոքր թիվ եմ համարում։ Ինձ հետաքրքիր է, եթե մենք իսկապես ունենք շատ անելիքներ, ու ես գտնում եմ, որ Երևան քաղաքում անելիքները շատ են, մասնավորապես ձեր ուշադրությունը կհրավիրեի, սկսած Գրիգոր Լուսավորչի 3 անցումից իջնելով ձորով մինչև այս բոլոր ռեստորանային համալիրների ամբողջ տարածքը, ես կարծում եմ, որ պետք է բարեկարգել եւ լրիվ նոր լանդշաֆտ ունենալ, հետաքրքիր լուծումները այդտեղ կարող են լինել, բազմաշերտ եւ շատ հետաքրքիր։ Եվ օրինակ թե հնարավոր չէ սուբվենցիոն ծրագրի մեջ նման ծրագրեր ներգրավել, որովհետեւ ես 1.3 միլիարդը դառնար 20 միլիարդ օրինակ, որովհետեւ միտեղ գիտեք մենք կարող ենք դուք ճիշտ եք նշում, որ համեմատության մեջ Երևան քաղաքը մյուս համայնքներից բավականին քիչ է ստանում, այդտեղ բոլորս տեսնում ենք եւ հասկանում ենք, որ թիվը ակնհայտ է։ Հասկանալի է ձեր նաեւ ձգտումը, որ այս խնդիրը մենք կարգավորենք։ Սրանք հասկանալի եւ ընդունելի են, բայց այն ինչ որ ունենք այս պահին, արդյոք մենք դուք համարում եք, որ մենք օպտիմալ օգտագործում ենք մեր հնարավորությունները։ Ես ուղղակի սա այս մեկ մասով ասացի, զուտ հաշվի առնելով, որ դուք դոտացիան 8.2 միլիարդ նշեցիք, որը քիչ է, իհարկե բոլորս ենք հասկանում, որ ասենք այս դոտացիան, եթե համեմատենք օրինակ բոլոր մյուս մարզերին, խնդիրները տեսեք, ցանկացած մարզ 10 միլիարդից ավել էին ներկայացնում դոտացիայի քանակ Երևան քաղաքը լինելով հանրապետության գրեթե կեսը իհարկե շատ ավելի մեծ ներդրումների կարիք ունի, շատ ավելի մեծ ֆինանսական կարիքներ ունի։ Բայց նաև մենք ինքներս որոշ չափով կարծում եմ նաև պետք է
մենք էլ նախաձեռնողներ ենք, մենք էլ կարողանանք ներգրավել եւ ինվեստորներ եւ նաեւ պետբյուջեից, այսինքն այս 1.3 միլիարդը մեր սահմանը չի էլի կարծում եմ, մենք կարող ենք հրաշալի ծրագրեր ներկայացնել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Բագրատյան, իրականում 1.3 միլիարդը ոչ թե մեր սահմանը չի, այլ մոտավորապես այս թվի հազարապատիկը նույնիսկ մեր սահմանը չի, եթե խոսում ենք Երևանի մասին, որը Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի 59% տվողն է եւ կրկին բնակչության շատ մեծ զանգվածի չափով ներկայացվածություն ունի, բայց ես նաև չէի ուզենա միայն Երևանի մասին խոսել, որովհետև օրինակի համար Երևանը վերջին 3 տարվա ընթացքում իր եկամուտների ավելացման տեսանկյունից իր առավելագույն ջանքը կարելի ասել ներգործել է, գործի է դրել եւ դրանով իսկ եռապատկել է իր սեփական եկամուտները եւ մենք օրինակ համայնքների միությունում երբ ունենում ենք քննարկումներ, առաջին բանը որ փորձում ենք առաջարկել գործընկերներին գնալ են ճանապարհով, որ մենք ենք գնացել։ Մենք այս process-ը զուգահեռ անելու ենք։ Բայց սա չի բացառում այն խնդիրը, որ մեր ընդհանուր հատկացումները համայնքներին տարածաշրջանի երկրների համեմատությամբ տոկոսային առումով ավելի նվազ է։ Սա մեկ, եւ երկրորդը մենք իհարկե դա արդեն էլի համայնքների միության շրջանակում պետք է քննարկենք, Սալար ընկերությունը առաջարկում է, որ մենք էականորեն վերանայենք բանաձևը բաշխման սուբվենցիաների եւ սուբվենցիաների չկներեք սուբսիդիայի եւ կարծում եմ դա էլ կարևոր քննարկում է, բայց մենք օրինակ ազնվորեն պետք է համայնքների միությունով իրար հետ նստենք, քննարկենք, հասկանանք։ Ինչ վերաբերում է պետության կողմից հատկացումներին, ես կարծում եմ, որ հարկերից մասհանումները ոչ միայն գործիք է, որը որ տալիս է ֆինանսական հնարավորություն, օրինակ նույն Երևանին, նույն, չգիտեմ, Գյումրիին, մյուսին իր առօրեական խնդիրները նվազագույն լուծել, որովհետև մենք հələ դեռ խոսում ենք առօրեական նվազագույն խնդիրները լուծելու մասին։ Երևան քաղաքում շաբաթական 400 կոյուղու վթար ունենք, շաբաթական 400 շաբաթական կոյուղին պետական գույք է, չի կառավարվում Երևանի կողմից, ենթադրում եմ հասկանում եք, որ պահանջը մեկա մեզանից է, այսինքն այդտեղ որոշակի ինչ որ գործիքակազմեր մենք պետք է ունենանք, որպեսզի կարողանանք լուծումներ տալ, եւ ես առաջարկում եմ հաջորդիվ մեր քննարկումները, որպեսզի ամեն անգամ ես ամեն տարի չգամ, ես նույն բաները խոսեմ ու նույն ձևով գնամ, երևի երկու հանձնաժողովների շրջանակում եւ համայնքների միությունն էլ ներկա գտնվում տարածքայինի գործընկերները, ֆինանսների նախարարության մեր գործընկերները, Սալարից միգուցե մեր գործընկերներ։ Եկեք արդեն ինչ որ մի իրավական լուծումների ճանապարհ սկսենք ուրվա գծել։ Շնորհակալ եմ։